Մարտահրավեր Նա ով ճանաչում է Աստծո խոսքն ու գործը անցյալում, իրավացիորեն նրանից կսպասի ինչ-որ գերբնական բան։ Ինքս հաստատապես համոզված եմ, որ Աստված մեր սերնդի մեջ օգտագործել է մի մարդու մեծ արթնություն սկսելու համար։ Այդ արթնության արձագանքները հասնում են մինչև այսօր։ Այդ ծառայությունը սկսվել է 1946 թվականի մայիսի 7-ին, այսինքն այն ժամանակ, երբ Ուիլյամ Մարիոն Բրանհամը ստացավ իր առանձնահատուկ կոչումը։ Նրա հավաքույթներին կատարվեցին զորավոր բաներ, որոնք բոլոր ներկաները կարողացան տեսնել սեփական աչքերով։ Քույրերը տեսնում էին, անդամալույծերը քայլում, համրերը խոսում, խուլերը լսում։ Անթիվ այդպիսի իրադարձությունների մասին գրված են Աստծո կողմից ուղարկված մարդը գրքում, որը հրատարակվել է 1950 թվականին ամսագրի հրատարակիչ Գորդոն Լինդսեյի կողմից, ինչպես նաև 52 թվականին հրատարակված խմբագրեր Յուլիուս Շտատսկլևի և Արիզոնայի Թուսոնում բնակվող Փիրի Գրինի ամսագրերում և գրքերում և ուրիշ շատ հրատարակություններում։ Այնտեղ պատմվում է, որ նույնիսկ քաղցկեղով հիվանդները, որոնք ըստ բժիշկների անհույս վիճակում էին, բժշկվեցին, նաև եղան արտասովոր հրաշագործություններ։ Երկար տարիների ընթացքում ԱՄՆ-ի մամուլը պատմում էր այդ հավաքույթների մասին։ Տարբեր կրոնական ամսագրեր Չիկագոյում, Դալլասում և շատ ուրիշ ամսագրեր նորից ու նորից գրում էին այդ բացառիկ ծառայության և դրա արդյունքների մասին։ Այս հոգևոր արթնության իրական փայլատակումը տեղի ունեցավ այն ժամանակ, երբ դեռ աստվածային բժշկությունը քարոզող ավետարանիչները, որոնք հետագայում համաշխարհային ճանաչում ձեռք բերեցին, դեռ չկային ասպարեզում։ Նրանք, ովքեր սկսել են իրենց ծառայությունը 40-ական թվականների վերջում, 50-ական թվականներին և 60-ականների սկզբում, մեծ մասամբ ազդվել են Ուիլյամ Բրանհամի հավաքույթներից։ Բնականաբար նրանք այսօր դա չեն գիտակցում և նախընտրում են պատմել պատմություններ, որոնք ունկնդիրների վրա մեծ տպավորություն կթողնեն։ Ես ինքս էլ, լինելով այդ բազմաթիվ ականատեսներից մեկը, ապրել եմ Աստծո գերբնական զորությունը, որ գործում էր Աստծո այդ մարդու ծառայության միջոցով։ Տպավորությունը, որ ինձ վրա թողեցին իմ տեսածներն ու լսածները, աննկարագրելի է և ինձ հետ կմնա մինչև կյանքիս վերջը։ Իր մեջ եղած զանազանության պարգևի միջոցով կարող էր հազարավոր մարդկանց ասել, թե ովքեր էին նրանք, որտեղից էին գալիս, ինչ հիվանդություն ունեին և նույնիսկ նրանց կյանքի իրադարձությունները տեսիլքով ցույց էին տրվում նրան։ Այդ բոլոր տարիների ընթացքում իր տեսածներից ոչ մեկը սխալ դուրս չեկավ, անկախ նրանից, թե որ քաղաքում, որ երկրում և մայրցամաքում էր նա ծառայում։ Երկու առանձնահատուկ գծեր են տարբերում մարգարեին և նրա ծառայությունը։ Առաջին, այն, ինչ նա կանխատեսել է, պետք է կատարվի, Բ Օրինաց 18:20-22։ Երկրորդ, Աստծո մասին նրա ուսմունքը պետք է համապատասխանի Սուրբ գրքին։ Երբ մարգարեն ասում է մի բան և դա կատարվում է, բայց նա մարդկանց մղում է պաշտել օտար աստվածների, դա միայն ժողովրդին փորձելու համար է, Բ Օրինաց 13:2-6։ Ճշմարիտ մարգարեն պետք է դավանի Աբրահամի, Իսահակի և Հակոբի Աստծուն որպես միակ ճշմարիտ Աստծո։ Որպես մարդու որդի Հիսուսն այն մարգարեն էր, որի մասին հայտնել էր Մովսեսը, Բ Օրինաց 18:15-19, Գործք 3:22-23։ Դրա համար նախ նա տեսնում էր, թե ինչ էր անում հայրը, հետո ինքն էլ էր նույնը անում, Հովհաննես 5:19։ Երբ Հիսուսն առաջին անգամ տեսավ Պետրոսին, նրան ասաց. «Դու Սիմոնն ես, Հովնանի որդին», Հովհաննես 1:42։ Նաթանայելին, որին նույնպես չէր ճանաչում, ասաց. «Փիլիպոսը դեռ քեզ չկանչած, ես տեսա քեզ, որ թզենու տակ էիր», Հովհաննես 1:48։ Նաթանայելի հիացմունքը տեսնում ենք նրա պատասխանի մեջ.
Հակոբի ջրհորի մոտ կանգնած կինը նույնպես զարմացավ, երբ Տերը նրան ասաց. «Քանզի դու 5 ամուսին ես ունեցել, եւ նա ում հիմա ունես, քո ամուսինը չէ»։ Հովհաննես 4:18։ Հիսուսը գիտեր նույնիսկ նրանց սրտերն ու մտքերը եւ ամենագաղտնի բաները հայտնի էին նրան, բայց հենց այդ մարգարեական ծառայության պատճառով դպիրներն ու փարիսեցիները նրան կոչեցին Բեեղզեբուղ եւ համարեցին գուշակ կամ մտքեր կարդացող։ Աստծո կողմից ուղարկված այս հասարակ մարդը Ուիլյամ Բրանհամը անընդհատ վկայակոչել է Սուրբ գրային այն հատվածները, որոնք քիչ առաջ նշեցինք։ Քարոզչությունից եւ ապաշխարության կոչից հետո նա աղոթում էր հիվանդների համար։ Նա սպասում էր, որ իրեն տեսիլքով ցույց տրվի այն, ինչ Աստված ուզում էր անել։ Միայն դրանից հետո էր նա խոսում եւ գործում։ Նրա հարյուրավոր քարոզները ձայնագրվել են եւ զորավոր վկայություն են բոլոր նրանց համար, ովքեր ուզում են համոզվել այստեղ ասվածների ճշմարտացիության մեջ։ Ինչպես նա հաճախ նշել է, բազմաթիվ անգամ աղոթքի ժամանակ տեսել է գերբնական լույս, որն իջնում էր որոշ անձանց վրա, ում համար աղոթում էր։ 1950 թվականի հունվարի 24-ին Հյուստոն Կալիզեում տեղի ունեցող մեծ հավաքույթներից մեկի ժամանակ մի անհավատ ֆոտոթղթակից, որը քննադատողների շարքում էր, մի քանի լուսանկարներ արեց։ Այդ լուսանկարները պետք է հրապարակվեին մի հոդվածում, որի նպատակն էր խայտառակել Աստծո մարդուն։ Ով կարող է պատկերացնել այդ լուսանկարչի զարմանքը, երբ նա միակ հաջողված լուսանկարի վրա հայտնաբերեց Բրանհամ եղբոր գլխավերևում եղած կրակե սյունը։ Սուրբ գրքում հաճախ են կարդում գերբնական լույսի հայտնության մասին։ Եզեկիել մարգարեն այն անվանում էր Տիրոջ փառքը, որը նրան բազմաթիվ անգամ է հայտնվել։ Եզեկիել 1:28, 3:12, 23, 10:4-18։ Դամասկոսի ճանապարհին Սավուղը շլացավ այդ լույսից եւ ընկավ գետնին, որպես հրեա հավատացյալ նա գիտեր, թե ինչ է դա եւ հարցրեց. «Ով ես դու, Տեր»։ Ահա նրա ստացած պատասխանը. «Ես Հիսուսն եմ, որին դու հալածում ես»։ Գործք 26:15։ Իսրայելի ճամփորդության ժամանակ ցերեկները ժողովրդին առաջնորդում էր գերբնական ամպը, գիշերները գերբնական լույսը։ Նեհեմիա 9:19։ Աստված լույս է եւ ապրում է անմատույց լույսի մեջ։ Առաջին Տիմոթեոս 6:16։ Հիսուսն այս աշխարհ եկավ որպես լույս։ Հովհաննես 1:4-9։ 1963 թվականի փետրվարի 28-ին այդ գերբնական ամպը իջավ Արիզոնայում, Թուսոնի հյուսիսում գտնվող լեռների վրա, ճիշտ այն վայրում, որտեղ գտնվում էր Աստծո մարդը։ Շատ մարդիկ տեսան այդ ամպը։ Մեծ քանակությամբ այդ արտասովոր երևույթի լուսանկարներ ուղարկվեցին Թուսոնում գտնվող Արիզոնայի համալսարանի ղեկավարին։ Այդ իրադարձության ժամանակ Ուիլյամ Բրանհամին ասվեց, որ վերադառնա Ջեֆերսոնվիլում գտնվող իր եկեղեցին հայտնության 7 կնիքների վերաբերյալ քարոզելու։ 7 օր անընդմեջ 63 թվականի մարտի 17-ից 24-ը այդ գերբնական լույսը ամեն կեսօրից հետո գալիս էր այն սենյակը, ուր նա գտնվում էր։ Այդ մասին ասել է Ուիլյամ Բրանհամը, եւ այն կնիքը, որի մասին պետք է խոսեր այդ երեկոյան, նրան բացվում էր։ Հաշվի առնելով այդ բազմաթիվ անսովոր գերբնական հաստատումները, դժվար է հասկանալ, թե ինչու նրանք, ովքեր իրենց համարում են այս ժամի Աստծո մարդ կամ վերջին ժամանակվա մարգարե եւ ուրիշ նման բաներ, չեն հասկանում այն, ինչ կատարել է Աստված։ Արդեն իսկ 1933 թվականի հունիսի 11-ին, երբ Ուիլյամ Բրանհամը մկրտական եկեղեցու երիտասարդ քարոզիչ էր, Օհայո գետում Աստվածաշնչին համապատասխան մկրտություն էր կատարում։ Մկրտությանը ներկա էին մոտ 4000 հոգի եւ հարյուրավոր հավատացյալներ մկրտվեցին։ Երբ նա պատրաստվում էր մկրտել 17-րդ մարդուն, հանկարծ նրա գլխավերևում հայտնվեց այդ գերբնական լույսը եւ մի զորավոր ձայն ասաց.
Ինչպես Հովանես Մկրտիչը ուղարկվեց Քրիստոսի առաջին գալուստը պատրաստելու համար, դուք ուղարկվեց մի պատգամով, որը կպատրաստի նրա երկրորդ գալուստը։ Սրանք նրա ծառայության ընթացքում կատարված արտասովոր իրադարձություններից միայն մի քանիսն են։ Երբ հանդիպում ենք այնպիսի բաների, որոնց վրա ոչ մի մարդ չէր կարող ազդեցություն ունենալ, քանզի Տերն է իր գերիշխանությամբ կատարել դրանք, չենք կարող այլևս չեզոք մնալ, այլ պետք է որոշում ընդունենք։ Անտարբերությունը ոչ ոքի օգուտ չի բերի, որովհետև այն, ինչ կատարում է Տերը, կատարվում է առանձնահատուկ նպատակի համար։ Արդյոք Տիրոջ եկեղեցին այսօր գտնվում է նույն վիճակում, ինչ որ Իսրայելի ժողովուրդը այն ժամանակ, երբ Տերը, խոստացված Մեսիան, քայլում էր երկրի վրա։ Բոլորը շարունակում էին իրենց պաշտամունքները այնպես, կարծես Տերը ոչ մի առանձնահատուկ բան չի արել։ Մի քանիսը, ովքեր գիտեին Աստվածաշունչը, նույնիսկ հարցնում էին. չպետք է առաջ Եղիան գար, չպետք է Մարգարեն գար։ Պատասխանը նույնն է, ինչ որ այն ժամանակ, բայց ձեզ ասում եմ, Եղիան արդեն եկել է եւ նրան չճանաչեցին, այլ ինչ որ ուզեցին, նրան արեցին։ Մատթեոս 17:12։ Եթե դա ճիշտ է, իսկ դա ճիշտ է, որ Աստված մեր ժամանակներում ուղարկել է մի մարդու եւ մենք չենք ճանաչել նրա շնորհքի այցելության օրը, ուրեմն ակնհայտ է, որ մենք անցել ենք մեր փրկության համար կատարված իրադարձությունների կողքից։ Դրա պատճառով չպետք է ամենայն անկեղծությամբ քննենք Սուրբ Գիրքը, մինչև իրոք գտնենք Աստծո պատգամը այս ժամանակի համար։ Ինչպես միշտ, հիմա էլ կարող է կատարվել այն, ինչ եղել է անցյալում։ Եկեղեցիները, հավատացյալների համայնքները եւ ողջ հոգեվորականությունը կշարունակեն գնալ իրենց սեփական ճանապարհներով, իսկ Աստծո գործը կհամարեն որպես անցանկալի փոփոխություններ բերող։ Եվ նույնիսկ այն կհամարեն թշնամու գործ եւ մի կողմ կթողնեն, քանի որ Ուիլյամ Բրանհամը չէր պատկանում որևէ կազմակերպության, նա մերժվեց բոլոր կազմակերպությունների կողմից, ինչպես առաջվա մարգարեները։ Բոլոր ճամբարներում շատ քչեր ընդունեցին նրան, որպես Աստծո ճշմարիտ մարդու, որպես Աստծո խոսքն ունեցող մարգարե, նա չէր կարող պաշտպանել որևէ կրոնական ուղղություն, այլ պետք է մնար Սուրբ գրքի սահմաններում, ինչպես Պողոսը եւ մյուս առաքյալները, նա նույնպես սովորեցնում էր, որ Աստված հայտնվեց որպես Հայր երկնքում, հետո երկրի վրա հայտնվեց որդու մեջ եւ հիմա Սուրբ Հոգով բնակվում է փրկագնվածների մեջ։ Առաջին Տիմոթեոս 3:16 համարում գրված է. Աստվածապաշտության խորհուրդը հայտնապես մեծ է, Աստված մարմնի մեջ հայտնվեց, հոգով արդարացավ, երևաց հրեշտակներին, քարոզվեց հեթանոսներին, հավատքով ընդունվեց աշխարհում եւ փառքով համբարձվեց։ Նույնիսկ այն ավետարանիչները, որոնք ներշնչվել եւ օրհնվել են Աստծո այս հասարակ մարդու ծառայությամբ, իրականում չհասկացան, թե ինչումն է էությունը։ Դա վերաբերում է նաև այն եկեղեցիներին, որոնք ժամանակին իր ծառայությունից մեծ օգուտներ ստացան, ինչպես բոլոր ժամանակներում, այնպես էլ հիմա միայն մի փոքր խումբ հասկացավ, որ Աստված մեզ ցույց տվեց իր փրկության ծրագիրը։ Ճշմարիտ հավատացյալները կընդունեն խոստացված խոսքը, որովհետև նրանք խոստումի զավակներ են, Գաղատացիս 4:28, եւ կստանան հոր խոստումը, Գործք 1:4։ Հիմա իշխում է նույն հոգևոր վիճակը, որը կար Քրիստոսի առաջին գալստյան ժամանակ։ Այն ժամանակվա գործող հոգևորականությունը տարբեր շարժառիթներից դրդված փորձում էին ինչ-որ բան գտնել Քրիստոսի դեմ։ Հիմա էլ նույն բանն է կատարվում։ Օրինակ, վերցնում են ինչ-որ մեջբերում եկեղեցու 7 շրջանների վերաբերյալ շարադրանք գրքից եւ մեղադրանքով ասում, որ 1977 թվականին համաշխարհային համակարգերի վերջը չեկավ, ոչ էլ սկսվեց հազարամյա թագավորությունը։ Մինչդեռ դա կարելի էր ստուգել անձամբ լսելով եւ համեմատելով բնօրինակ քարոզի ձայնագրությունը, համոզվելու համար, որ Բրանհամ եղբայրը երբեք այդպիսի բան չի ասել։
Ցավոք սրտի այդ գրքում գտնում ենք հատվածներ, որոնք չեն համապատասխանում բնօրինակ քարոզին։ Անհասկանալի է, թե ինչու խելացի մարդիկ ոչ մի ջանք չեն գործադրում գտնելու համար այն, ինչ իրոք հասվել է։ Նույնիսկ այնպիսի տպավորություն է ստեղծում, որ վերը նշվածը եւ ուրիշ շատ բաներ, որոնք սխալմամբ վերագրվել են նրան, դիտավորյալ են տարածում, որպիսի հնարավորին չափ շատ մարդկանց սարսափեցնեն։ Բայց նա ով կանխակալ կարծիքներ չունի եւ գոնե մի քիչ Աստծո վախ ունի, անպայման կհաստատի, որ այս մարդը հայտնությամբ խորապես հասկացել էր Սուրբ Գիրքը եւ խոսքի մեջ թաքնված խորհուրդները բացվել են նրան։ Մենք անչափ գոհանում ենք Աստծուց դրա համար։ Գուցե այս պարզ շարադրանքի միջոցով Տերը դեռ կկարողանա կանգնեցնել մի քանիսին, ովքեր գնում են իրենց սեփական ճանապարհներով եւ զբաղված են անօգուտ ծրագրերով, այժմ այլևս չեն պայքարի այն բանի դեմ, որ Աստծուց է, այլ իրենք էլ կդառնան վերջին ժամանակների համար նրա ծրագրի մի մասը։ Սա վերաբերում է բոլոր նրանց, ովքեր մերժել են Աստծո կողմից հաստատված ծառայությունը եւ հավատացել են սուտ լուրերի վրա հիմնված փաստարկներին։ Իսկ նրանք, որ մի կողմից վկայակոչում են Ուիլյամ Բրանհամին, բայց մյուս կողմից տարածում են ոչ սուրբգրային վարդապետություններ, Սուրբ գրքի եւ падգամի մեկնություններ, միայն վնասել են Աստծո գործին, թեև կարծում էին, թե նպաստել են դրան։ Ես խնդրում եմ բոլոր նրանց, ովքեր իրենց տրամադրության տակ ունեն Ուիլյամ Բրանհամի քարոզները, քննել դրանք Սուրբ գրքի լույսի տակ, ուսուցումը քննել Աստծո խոսքով եւ անել այդ առանց որևէ բան կոնտեքստից անելու։ Ոչ ոք չպետք է հենվի սեփական հասկացողության կամ ուրիշի կարծիքի վրա։ Մենք բոլորս ուզում ենք գործել Բերիայի հավատացյալների նման։ Բերիայի հավատացյալները ավելի ազնիվ են, քան նրանք, որ Թեսաղոնիկեում են, որոնք խոսքը ամենայն հոժարությամբ ընդունեցին եւ ամեն օր քննում էին գրքերը, թե դա այդպես է, Գործք 17:11։